Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք գտնվում ենք այսօր Մերիդիան կենտրոնում, որտեղ ընթանում է այսօր սկսվել է Digitech տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Հայաստան են ժամանել շուրջ 400 ընկերություն տարբեր երկրներից եւ ցույց են տալիս իրենց արտադրանքը 2025 թվականի եւ նաեւ ներկայացնում են ապագան թե ապագայում ինչ տեխնոլոգիաներից ենք մենք օգտվելու։ Այստեղ կան ավտոմեքենաներ, ցուցադրվում են անօթաչու թռչող սարքեր, բանկային համակարգին վերաբերվող տաղավարներ եւ ծրագրավորման ապագային վերաբերվող տաղավարներ նույնպես եւ ամեն ինչ վերաբերվում է տեխնոլոգիական առաջընթացին։ Մտնենք ներս եւ սկսենք ծանոթանալ այն ընկերությունների հետ, ովքեր որ ներկայացնում են իրենց արտադրանքը մեր մայրաքաղաքում Երևանում։ 2025 թվական հոկտեմբերի 10, ճիշտ ասած հենց այսօր իմ համար եւ նաեւ Կարեն Վարդանյանի համար լուսահոգի, որ 20 տարի առաջ Երևան, Հայաստան բերեց տեխնոլոգիական այս ցուցահանդեսը։ Կարեն Վարդանյանի շնորհիվ տեխնոլոգիական ցուցահանդեսը եկավ Հայաստան։ Նրա ջանքերի շնորհիվ այսօր նա մեր հետ չէ։ Եվ տեխնոլոգիական այս ցուցահանդեսն ավելի է մեծացել եւ ավելի հզորացել եւ ավելի կատարելագործվել։ Մտնենք ներս եւ ծանոթանանք այն ընկերությունների հետ, ովքեր որ եկել են եւ այս ցուցահանդեսին մասնակցում են։ Digitech տեխնոլոգիական ցուցահանդեսը սկսված է տիկնայք եւ պարոնայք նոր տարին, իրական նոր տարին, այո, տեխնոլոգիաներով ենք մտնում եւ այս մուտքի մոտ եմ եւ մտնում եմ ներս, որպեսզի գնանք եւ ծանոթանանք այն ընկերությունների հետ, ովքեր որ եկել են Հայաստան։ Ուզում եմ նշել հարգելի հետևորդներ, որ մեր մոտ հենց մուտքի մոտ աչի վրա այստեղ է գտնվում մեր արմատ լաբորատորիան, ահա արմատը, որը ստեղծեց նաև մեր Կարենը Վարդանյան, խնդրեմ արմատի նշանը կապույտ շորերով նրանց ղեկավարներն են, կապույտ ֆուտբոլկաներով, իսկ մանուշակագույն ֆուտբոլկաներով աշակերտները։ Երիտասարդները ներկայացնում են իրենց մտքի թռիչքը մեր երկրի ապագայի վերաբերվող տեխնոլոգիական հնարքները, որ ստեղծել են մեր երեխաները։ Ահա ցույց եմ տալիս մեր ղեկավարին Վարդանյան Սեթրակին։ Վարդանյան Սեթրակը արմատ լաբորատորիաների ղեկավարն է, մի որակապ ազնվորություն եւ նա ինձ ասաց, որ 20 տարի արդեն արմատ լաբորատորիաները իրենց մեր հանրապետության տարբեր մարզերից եկած եւ այս տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցող երեխաների հետ միասին ցույց են տալի իրենց մտքի թռիչքը։ Հարգելի հետևորդներ, ահա մենք մոտիկանում ենք արմատ լաբորատորիաների տաղավարին, որտեղ երիտասարդ ինժեներները իրենց մտքի թռիչքն են ներկայացնում Digitech տեխնոլոգիական ցուցահանդեսին եւ մեր հայկական տաղավարը երիտասարդները, ովքեր որ գտնվում են ցուցահանդեսում եւ ահա ինձ հետաքրքրեց այս ակվարիումը, որը որ
տեխնոլոգիական նորույթով է զինված եւ մեր երիտասարդը, որը նրա հեղինակներից մեկն է, կներկայացնի թե ինչ է այս մեջի իրեն այս սարքը ներկայացնում։ Բարև ձեզ։ Ձեր անունը ինչպես է։ Ռաֆի ջան, խնդրում եմ կներկայացնեք ձեր մտքի հաղացումը Digitech տեխնոլոգիական ցուցահանդեսում որ ներկայացրել եք։ Ուրեմն, այս պրոյեկտը մենք անվանել ենք Smart Aquarium։ Այս ակվարիումը մեզ օգնում է, եթե դուք օրինակ տարբեր աշխարհի ուրիշ ծայրերում եք եւ ձեր ցանկանում եք խնամել ձեր ձկներին, ապա այս պրոյեկտը հենց ձեր համար է։ Այս պրոյեկտի օգնությամբ մենք կարող ենք աշխարհի ցանկացած ծայրից ղեկավարել մեր ակվարիումը։ Եվ դրա համար մենք հատուկ գրել ենք mobile application, որը սա է։ Այս mobile application-ով ինչպես ասեցիք ղեկավարում ենք ակվարիում։ Օրինակ, ես հիմա կանջատեմ օդային պոմպը, որը այնտեղ եւս կարող է անջատվել։ Կարող է միացնել, անջատել լույսը։ Այսպեսի բան է։ Մենք նաեւ հատուկ այն մարդկանց համար, որոնք մոռանում են որոշակի բաներ, այսպես ասած, խնամել ձկներին, հատուկ ստեղծել ենք հատուկ ավտոմոդ։ Ավտոմոդը միացնելուց հետո ակվարիումը ինքն իրենով կերակրում է ձկներին, մաքրում է ջուրը եւ ջուրը ֆիլտրացնում, փակացնում, այդպես։ Անպայման պետք է գրվի նաեւ, եթե աշխատացները պետք է գրվի ձկների քանակը, որպեսզի կերի չափը ճիշտ ժամանակով եւ չափով լցվի։ Մոտիկացել ենք հաջորդ տաղավարին եւ հաջորդ տաղավարի արմատի մեր ներկայացուցիչը երիտասարդը կներկայացնի իրենց մտքի թռիչքը։ Խնդրում եմ բարև ձեզ, ձեր անունը ինչպես է։ Բարև ձեզ, ես Հայկն եմ, Սյունիքի Մարսիկ Հորայգյուղից։ Այո։ Ես իմ նախագիծն է, Խելացի տուն վերնագրով, անվանումը իր այդպես է։ Ինքը կատարում է մի քանի գործողություններ։ Նախ ունենք զանգով աշխատող սենսոր, էսի զանգ է, որ մենք միացնեն դեպքում համ ունենք լուսային, համ ձայնային աստանշան։ Հետո ունենք հողի խոնավության, սալիկ, որը երբ որ հողը խոնավ է, ոչ մի աստանշան չի տալիս, երբ որ հողը չոր է, մենք ունենում ենք կարմիր լույսի առկայություն, այսինքն նշանակում է, որ պետք է արդեն ծաղիկները ջրել կամ ընդհանրապես բույսերը։ Այս պատին ունենք ամրացրած խոնավության սենսոր, խոնավության ու օդի ջերմաստիճանը չափող սենսոր, որը արժեքները գրում է էկրանի վրա մարդկանց ցուցադրելու համար։ Խոհանոցում ունենք կրակի սենսոր, որը կրակի առկայության դեպքում արձագանքում է, այդ օգնում է հրդեհներից խուսափելու կամ շուտ բացահայտելու համար, իսկ ննջասենյակում ունեմ մատնահետքով հպումով կառավարվող սենսոր, որի միջոցով կարող եմ լույսը անջատել եւ միացնել։ Շատ լավ միտք է, շատ շնորհակալություն։ Միացնում է պոմպը, որպեսզի ջրվի այն եւ լինի խոնավ ջուր։ Խոնավ հողը։ Այստեղ ունենք խելացի աղբաման, որը աշխատում է հեռաչափով եւ աղբը մոտեցնելիս հեռաչափին բացվում է։ Ունենք ավտոմատ գերակրման համակարգ, որը հեշտացնում է գյուղացիների աշխատանքը հատկապես, որպեսզի կենդանիներին գերակրելու համար առավոտյան վաղ չարթնանան, ժամանակ ու ռեսուրս չներդնեն։ Օրական 3 անգամ մեր նշած ժամին պտտվում է շարժիչը, սերվոն եւ կերը թափվում է, որպեսզի կենդանիները կերակրվեն։ Մյուս խնդիրը, որ լուծում ենք, ավելի տարեցների մոտ կոտրելու այն կարծրատիպը, որ նորագույն տեխնոլոգիաները, ժամանակակից տեխնոլոգիաները իրականում բացասական կողմ ունեն ավելի շատ։ Սրա միջոցով ուզում ենք ասել, որ իրականում տարեցների եւ ոչ միայն գործը կարող են հեշտացնել նորագույն տեխնոլոգիաներով։ Ունենք անվտանգության համակարգ, որը տարածքը հսկում է եւ օտար մարմիններ նկատելու դեպքում ազդանշան է ուղարկում։ Այստեղ, այսինքն, որպեսզի արտին օտար մարմիններ չմոտենան եւ վերքը չփչանա։ Ունենք արևային պանել, վստահաբար արևային պանելներ իրականում տեսել եք։ Այստեղ ունենք light սենսորներ, լույսի սենսորներ, որը ճանաչում է լույսի ճառագայթները եւ պտտվում է դեպի լույս արևի ճառագայթները։
Սրանք էլ մոդելավորել եւ տպվել են հենց մեր Արմատ ճարտարագիտական աշխատանոցի սաների կողմից 3D տպիչով։ Այսքանը։ Այո, շնորհակալ։ Շատ շնորհակալ եմ, որ ներկայացրեցիք, ձեզ ցանկանում եմ դեղնավոր աշխատանք։ Շնորհակալ եմ շատ։ Բարև ձեզ, ես Դավիթ եմ, համար 200 հիմնական դպրոցի Արմատ լաբորատորիայի սան եւ ես պատրաստել եմ 3D տպիչ։ Սա մեր կայքն է։ Այստեղ համառոտ ներկայացված է 3D տպիչի գործառույթները եւ ամեն ինչը իր մասին։ 3D տպիչը հավաքված է 5 DVD-ների օգնությամբ եւ 3D գրիչի օգնությամբ։ Այն կառավարվում է այս ծրագրով Pro Interface։ Միացնելով մենք կարող ենք ձևափոխել ջերմաստիճանը 100 աստիճանից մինչև 210 աստիճան եւ ծրագրով մենք կարողանում ենք կառավարել այն X, Y առանցքները եւ ես հիմա երբ տամ print ինքը կսկսի իմիտացիան տպագրության, քանի որ հələ չի տաքացել, տաքանալու պես նա տպում է այսպիսի բաներ, օրինակ սա box է, մենք իր մասնիկները տպել ենք իր օգնությամբ եւ հետո 3D գրիչով իրեն միացրել ենք, ստացել ենք դետալների տուփ։ Մի քիչ առաջ մենք տպեցինք այսպիսի մի փոքր դետալ, աչք, որպես փորձնական, ուղղակի հələ չի տաքացել, երբ տաքանա այն կարող է տպել 1 ժամ։ Ֆիլամենտը փոխելու համար ունենք ստեղ նաև կոճակ, որը միացնում է էքստրուդերը եւ մենք կտրում ենք տակից եւ փոխում ենք ֆիլամենտը ուրիշ գույների։ Այսքանը։ Ապրենք, շատ շնորհակալ եմ ներկայացնելու համար։ Գնանք առաջ հարգելի հետևորդներ։ Հարգելի հետևորդներ, մոտիկանանք մյուս տաղավարին եւ տեսնենք մեր Արմատ լաբորատորիայի ինժեներական լաբորատորիաների երեխաները հաջորդիվ ինչ են ներկայացնելու մեր տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ։ Մեր երիտասարդը կներկայացնի իրենց մտքի թռիչքը։ Խնդրում եմ ներկայացրեք։ Մենք ստեղծել ենք smart parking, քանի որ մեծ քաղաքներում դժվար է գտնել ազատ կայանատեղիներ, մեր smart parking-ը բացվում է այսպիսի չիպերի օգնությամբ, միայն այս երեք հատն է ճիշտ։ Եվ ավտոմեքենան մոտենում է հեռաչափին, գրվում է scan card։ Ահա, արեց։ Մենք սկանավորենք ճիշտ քարտը։ Ահա, սկանավորեց։ Սկանավորենք պետք բացում ենք դարպասը, ավտոմեքենան կարող է մտնել։ Երբ սկանավորում ենք սխալ քարտը, դարպասը չի բացվում։ Նաև երբ որ 5 վայրկյան սպասում ենք, գրվում է մուտքը մերժված է։ Երբ բոլոր տեղերը զբաղված են, գրվում է parking full։ Այդ դեպքում ավտոմեքենան չի կարող մտնել ներս, մինչև որ ավտոմեքենա դուրս չգա։ Ահա։ Դուք որ մարզից եք։ Շիրակ մարզը Գյումրի քաղաքը։ Շատ ապրեք։ Մենք նաև օգտագործել ենք ֆոտորեզիստը, որ երբ որ մուտքն լույս է, բայց այստեղ ավելի մոտ է, քան կոդի մեջը, դրա համար կարող ենք վայել օրինակ հեռախոսի լույսը, որ հաշվի ավելի լույս է եւ լույսը մարվի։ Վերջ։ Շատ շնորհակալ եմ ներկայացնելու երեխաներ ջան։ Որ մարզից եք։ Գյումրիուց։ Ներկայացրեք ձեր ինժեներական սարքը։ Մեր սարքը գույնը տարբերակող սարք է, color sorting։ Մենք իր շնորհիվ ուզում ենք զարգացնենք գյուղատնտեսությունը։ Օրինակ խնձորի վրա օրինակը բերեմ։ Հետո մենք իրար հետ լցենք երկու գույնի խնձոր, կարմիր եւ կանաչ։ Նրա շնորհիվ մենք կարող ենք օգուտ տալ գյուղատնտեսությանը ավելի հեշտ սորտավորվի։ Գյուղատնտեսությանը ավելի օգուտ կունենանք, հետագայում որոշել ենք ավելի մեծ մասշտաբներով օգուտ տանք գյուղատնտեսությանը։ Այսինքն մենք կատարելագործման փուլում ենք նաև գտնվում։ Սարքը կատարելագործում։ Հետագայում ավելի մեծ զարգացումներ կեղնի, ավելի կավտոմատացվի։ Այո։ Ու մասշտաբներով ավելի կմեծացվի։ Դե պարզա, որ արդեն արտադրողական չափսերի կբերվի, էլի արտադրողական։ Շատ լավ, ապրեք։ Շատ շնորհակալ եմ ներկայացնելու համար։
Մոտիկացանք հաջորդ տաղավարին, որտեղ ներկայացնում ենք մեր այս ինքնագլդոր էլեկտրական եւ մեր երիտասարդը, որտեղից է մեր երիտասարդը Երևանից, Աջակցեք համայնքից։ Բարակցես ես Արմանն եմ, 165 դպրոցի Ալմասանն եմ, ընկերների դասարանից եմ։ Ես ստեղծել եմ ինքնագլորը, հայրիկիս հետ եմ պատրաստել ամբողջ մասերը, զոդմուն մասերը հայրիկն է արել, իսկ մնացածը ես եմ արել, այկա ամրաստելու մասերը, իր շարժիչների հզորությունը 500 վատ է, իսկ նրա պիկը մոտ 1200 վատ ամենակի վրա։ Այսինքն եթե մենք հաշվենք, լինում է իր նոմինալը 2 ակելի հետ հաշվենք, լինում է մոտավորապես 1000 վատ, իսկ մաքսիմալ հզորությունը 2400 վատ։ Հաշվարկելով մարդու քաշը ով քշելու այդ ինքնագլորը։ Նա գնում է 42 կմ/ժ արագությամբ, իսկ երկարությունը, որը նա անցնում է, հեռավորությունը, որը նա անցնում է, դա մոտ 40 կմ-ն է։ Կախված է նրանից, թե ով է քշում եւ ինչ հեռավորության վրա եւ ինչ պայմաններում։ Հիմնական նա վաճառքի է դրված եւ ես ուզում եմ նրան վաճառեմ, որպեսզի ստեղծեմ ավելի լավ պրոյեկտ, հաշվելով բոլոր խնդիրները, որ ես ստացել եմ սարքելու ժամանակ, ու երբ որ վաճառվի ինքնագլորը, ես փորձեմ ստեղծել ավելի լավ տարբերակը, որը կլինի ավելի որակով, ավելի հաշվարկված, քան այս տարբերակը։ Շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ, մենք Արմատ թիմ ենք, որը որ մասնակցել է Սլովենիայում իրականացված Եվրոպայի բաց առաջնությանը այս տարի եւ կարողացել են գրավել առաջին տեղը։ Այս ռոբոտը կատարում է գազի արտահոսքի հայտնաբերում։ Նախ մինչև ռոբոտը ներկայացնելը նշեմ, թե որտեղից է հենց միտքը եկել։ Հայտերը ներկայացնելուց մոտ 1 ամիս առաջ դժբախտաբար դեպք եղավ ճամբարակում գազի արտահոսքի շենք պայթեց, այդ պատճառով որոշեցինք հենց այսպիսի ռոբոտ պատրաստել։ Այս ռոբոտը շարժվելով գազի խողովակի երկայնքով կատարում է մշտադիտարկում եւ երբ որ գտնում է գազի արտահոսք, բարձր ձայնային ազդանշան է ուղարկում, արձակում եւ SMS է ուղարկում գազի վթարային ծառայությանը իր կոորդինատները, դա կախված է արդեն GPS tracker-ը տեղադրված է վրան, թե ոչ։ Հենց սա է այդ SMS ուղարկող ռոբոտը, որը կոչվում է GSM մոդուլ, ավելի կոնկրետ SIM 800C մոդուլը։ Սա GPS tracker-ն է։ Նաև սա մեր շարժիչներն են, որոնց մասին սա ավելի կոնկրետ կներկայացնեմ։ Սրանք սերվո շարժիչներ էին, որոնք պտտվում են 90 կամ 180 աստիճան, դա կախված է հենց սերվո շարժիչի տեսակից։ Մենք հանելով այդ սերվոյի միջի անկյունաչափը, որը որ չէր թույլատրում 90 կամ 180 աստիճանից շատ պտտվել, հանելով այն, դարձել են կանոնց մեջ պտտվող 360 աստիճան պտտվող շարժիչներ։ Նաև այստեղ տեղադրված է բազեր, որը որ արձակում էր նշված ձայնը։ Ու եւս մի հետաքրքիր տեխնիկական լուծում, այստեղ դրված է զսպանակ, որը որ օգնում է ռոբոտին հերմետիկ կերպով նստել հենց գազի խողովակի վրա։ Խոսքս փոխանցեմ Գրիգորին։ Բարև ձեզ։ Հիմա ես ներկայացնեմ շարունակությունը մեր ռոբոտի մասին։ Ասեմ, որ մեր ռոբոտի վրա տեղադրված է 8.5 վոլտ լարումով լիպո մարտկոց, բայց մեր ռոբոտը այս մարտկոցով կարող է տեղաշարժվել ընդամենը 600-ից 700 մետր, բայց մենք մտածել ենք, որպեսզի մեր ռոբոտի վրա տեղադրվեն արևային պանելներ, որոնց միջոցով մեր ռոբոտը ավելի երկար տեղամաս կանցնի
կլցնի։ Մենք մտածել ենք նաև փակել մեր ռոբոտը, քանի որ երբ անձրև լինի կամ ջուն լինի, կարող են այս վրայի սարքերը փչանալ եւ որ ռոբոտը այլևս չաշխատի։ Մենք որոշել ենք նաև մեր ռոբոտի վրա տեղադրել դիմացի հատվածից խոզանակներ, որպեսզի ձյան ժամանակ այն եւ մաքրի խողովակը եւ մեր ռոբոտը կարողանա աշխատել։ Մենք մտածել ենք նաև բիզնես գաղափար, որով մենք կստեղծենք մեր ռոբոտի կոմպակտ եւ տարբեր չափերի տեսակը, քանի որ մեր ռոբոտը ստեղծված է հենց այդ գուտ գյուղի խողովակի չափսերով, որը 16 սանտիմետր է։ Մեր ռոբոտը հետագայում կարող է լինել տարբեր չափսերի եւ մենք վարձով կտրամադրենք նրան տարբեր կազմակերպությունների եւ այդպիսով գումար ստանալով կստեղծենք նոր ռոբոտներ։ Սովորում եմ իրական դպրոցում, 2 տարի հաջողել եմ Արմատ ինժեներական լաբորատորիա, հիմա ունեմ իմ սեփական բիզնեսը Բոնել, որը բացում է Bottle to New Life, որը գտնվում է Գորիս քաղաքում։ Իր գործունեությունը պլաստիկի վերամշակում եւ 3D տպագրություն։ Այն ամենը ինչը բոլորի համար աղբ է, մենք դա վերածում ենք ֆիլամենտի, որը հետագայում կիրառվում է 3D պրինտերներում ու տպագրվում օրինակ այսպիսի դետալ, որի փոխարեն կարող է լինել ցանկացած այլ պլաստիկից դետալ, սուվիներ կամ ինչ-որ մեքենայի մաս, օրինակ։ Արդեն գործում է մոտ 1 տարի իմ բիզնեսը, այս 1 տարվա ընթացքում կատարել եմ մոտ 5 միլիոնի պատվեր, ունենալով 1 պրինտեր եւ 1 հաստոցից, իսկ հիմա պլանավորում եմ արդեն լայնացնել իմ բիզնեսը, շահել եմ դրամաշնոր ու սպասում եմ պատասխանի 1 այլ դրամաշնորի։ Ուրեմն մենք ներկայացնում ենք Իջևանի իրական դպրոցը։ Իրական դպրոցը դա կրթական հաստատություն է, որտեղ սովորում են 9-րդ դասարանից, այսինքն ավագ դպրոցի փոխարեն սովորում են մեր քոլեջում։ Քոլեջը 4-ամյա է, այնտեղ սովորում են հիմնականում 4 աշխատանոցներում։ Ունենք ATS-ի աշխատանոց, որտեղ պատրաստում ենք այս մեր դրոնները, ինչպես նաև ռոբոտաշինությամբ ենք զբաղվում։ Ունենք ճարտարագիտական բաժանմունք, որտեղ զբաղվում ենք 3D տպագրությամբ, ինչպես նաև լազերային հաստոցներով ենք աշխատում, որտեղ տպում ենք այսպիսի գեղեցիկ բանալիների կախիչներ, անձեռոցիկների տուփեր, ունենք նաև բլոկնոտներ, որոնց վրա տպագրված են գեղեցիկ նախշեր, ունենք արվեստագիտական բաժանմունք, որտեղ սովորում են նկարել, ունենք նաև համակարգչային բաժանմունք, որտեղ կարողանում են սովորել համակարգչագիտություն։ Սրանք մեր աշխատանքներն են, ամբողջությամբ պատրաստվել է մեր ուսանողների ձեռքերով, հավաքվել է 0-ից։ Գմախքը հաստոցով է կտրվել լազերային, իսկ մնացած պարագաները գնվել են եւ 0-ից հավաքվել։ Ունենք նաև ռոբոտ, որը մասնակցելու է Robotics մրցմանը։ Ունենք նաև FPV կառավարվող դրոն, կառավարվում է ակնոցի եւ վահանակի օգնությամբ։ Ունենք անձնական էջեր իրական դպրոցում, այդտեղ տեղադրում ենք մեր կատարած առաջադրանքները։ Շատ շնորհակալ եմ։ Հիմա մենք գտնվում ենք Digitech տեխնոլոգիական ցուցահանդեսի երկրորդ հարգում, որտեղ արդեն Արմատ լաբորատորիաների, ATS-ների, անօթաչու թռչող սարքերի ինժեներական մտքի թռիչքն է ներկայացելու մեր երիտասարդները, որ հավաքել են 15, 16, 17 տարեկան երիտասարդ տղաներ են, ինչպես տեսնում եք բոլորը երիտասարդ, նրանց մտքի թռիչքն ենք հիմա ներկայացնելու, շարունակվում է տեխնոլոգիական ցուցահանդեսի նկարահանումները եւ մենք մոտիկանում ենք բարև ձեզ մեր հաղորդումը YouTube-յան եւ Facebook-յան, TikTok-յան ալիքներով ցուցադրվելու է եւ կոչվում է անվտանգություն եւ համախմբում։ Եվ այս մեր հաղորդման շրջանակներում խնդրում եմ ներկայացրեք
քանի որ ձեր արտադրանքը վերաբերում է անվտանգությանը, մեր երկրի խնդրում ներկայացեք ինչ եք ցուցահանդեսին դուք վերել եւ ներկայացնում մեր հանրությանը։ Մենք ենք առել եւ այս հիմնականում այդ նոր ընդունված աշակերտներն են սովորում սրանց վրա քշելը, հենց սովորում են քշելուց հետո, երբ որ արդեն լավ են տիրապետությունն, արդեն սկսում են առել այս դրոնները, որը մենք ամբողջությամբ 0-ից հավաքել ենք, սրանք երկուսն են նույնն են, պուլտի միջոցով միանում է բյոմնիկին եւ կառավարում է այս սարքը, դրոնը, մոտենակ սույրին մենք օգնում ենք։ Իսկ սրանք ավելի բարդ տեսակներ են, սա եւ նրա վրա կա ավտոպիլոտ, որ օդի մեջ երբ կառավարումը կորցնում է, նա հետ է վերադարձնում։ Հենց սկզբի մասը եւ այն հիշողության մեջ պահպանում է ճանապարհը եւ երբ հաջորդ անգամ սկսենք կառավարել սոն Զգոն տագնապի պայուսակը հայկական արտադրանք է, հիմնվել է 2023 թվականին, 2024 թվականից մենք արդեն ներկայացնում ենք ապրանքը եւ ներկայացնում ենք տագնապի պայուսակ, որը պարունակում է հիմնական վարագանները, ստեղ են տերմոթիկնոցը երկկողմանի, նաեւ մեխանիկական լապտեր են, ստեղ կարող եմ ցույց տալ ինքը ոնց է գործում։ Ձեռքի ուժով աշխատացնում ենք մեխանիկական լապտերը, տերմոթիպնոցը, երկկողմանի ոնց ես նշել էի, երբ որ ցուրտ է ինքը տաքացնում է, երբ որ շոկ է ինքը կարող է սառացնել, բազմաֆունկցիոնալ դանակ ունենք եւ ջրակայուն լուցկի։ Ստեղ ջուր է, անհրաժեշտ դեպքում, եթե մարդ չկարողանա ինչ-որ ճգնաժամային աղետի դեպքում սնվել, սնունդ չունենա, ձեռքի տակ ունենա բատոնչիկները, նաև մասուրի իջիչխանի թեյը։ Մասուրի իջիչխանի թեյը հետազոտությունների արդյունքում ցույց են տալի, որ օգնում են մեղմացնել ռադիացիայի էֆեկտը։ Ստեղ նաև պարան կա 3 մետրանոց, սա մեր դեղատուփն է։ Ինքը փակ դեպքում սենց տեսք ունի, բացվածքով ներկայացված է այստեղ, նաև պարունակում է հակառադիացիոն փաթեթ։ Դեղատուփը նաև ունի ուղեցույց, որտեղ որ կա հիմնական գծագիրը, ոնց որ դեղատուփն է, նույն ձևի ստեղ կան բաժինները նշված գույներով, որ դեղը եւ ինչի համար է նկարագրության մեջ կարող են գտնել։ Ուղեցույցը երկլեզու է, անգլերեն ու հայերեն է ներկայացված։ Հակառադիացիոն փաթեթը, սա առաջինն է Հայաստանում, մեջը կա կալիում յոդիդ, 4 դեղապատիչ, ինքը փակ տեսքով է, ստեղ թորած ջուր է եւ չափիչ բաժակ։ Նախատեսված է ընտանիքի համար, 4 մեծահասակի համար կամ 2 մեծահասակ 4 երեխա կամ 8 երեխայի համար, նաեւ մեջը կա ուղեցույց եւ ոնց է պետք օգտագործել ու խորհուրդ է տրվում օգտագործել միայն, երբ որ օֆիցիալ հայտարարում են, որ արդեն աղետ է եւ ռադիացիա կա։ Ստեղ նաև պայուսակի մեջ կա ուղեցույց, երկլեզու, հայերեն եւ անգլերեն, ոնց է պետք ճառագայթային աղետի դեպքում գործել, քայլ առ քայլ գրված է։ Ուղեցույցները մշակվել են ճգնաժամային կառավարման ակադեմիայի մասնագետների հետ միասին, սա էլ երկրաշարժի դեպքում նույնպես հայերեն եւ անգլերեն ուղեցույցներ են։ Եվ ես պատրաստեմ գրքույկը, որը որ մշակվել է ճգնաժամային կառավարման ակադեմիայի եւ ինզեն մեդիա միավորման հետ միասին։ Ու այստեղ քայլ առ քայլ գրած է ոնց պետք է գործել
ապաստարանը ոնց պետք է կարգավորված լինի, մանրամասն դուք կարող եք գտնել։ Նույնը ստեղ կա պայուսակը ինչ դեպի պետք է լինի, ստեղ արդեն պայուսակը իրականությունում այլ դիզայնով ներկայացված է։ Պայուսակի մոռացա նշել, որ սուլիչ ունի, որ եթե ինչ-որ դեպքա փլատակների տակ են կամ չեն կամ ձայնով, սուլիչով կարող են հասնել եւ ձայն տալ։ Ստեղ նաեւ հեռախոսի տեղ կա, բաժին կա հատուկ։ Կարող ենք նկարահանել, որ պայուսակը ունի բաժիններ անձնական փաստաթղթերի համար, ստեղ եթե անձնագիրը կամ ինչ-որ տան փաստաթղթեր են եւ այլն, կարող են ստեղ տեղավորել հատուկ առանձին բաժինը ու այս հատվածը ջրակայունն ալերել։ Շատ շնորհակալ եմ ներկայացնելու համար։ Խնդրեմ։ Ձեր գործերին հաջողություն ցանկացում։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, իմ անունն է Ռաֆայել, ես ներկայացնում եմ Getting Startup-ը։ Շուրջ 1 տարի մենք սկսել ենք մեր գործունեությունը։ Մեր հիմնական նպատակն է ստեղծել ավտոնոմ արհեստական բանականությամբ օժտված սարքավորումներ, կոնկրետ մեր պրոդուկտը, որը հանդիսանում է նաև մեր առաջին պրոտոտիպը, նախատեսված է Strike-Board-ի համար ավտոնոմ համակարգ լինելու, որը կարող է տրամադրվել Strike-Board-ի կամ խաղացողներին կամ հարաբերներին որպես լրացուցիչ կոմպոնենտ իրենց խաղերի համար, ինչը նկարահանում է խաղերի առավելությունը, այն որ ինքը կամերաներով, ի վիճակի է արհեստական բանականության մոդելներով խավորել մարդկանց եւ դիմացի թիմի խաղացողներին կրակել իրենց ուղղության վրա։ Մարդկանց տեսնելուց ինքը ի վիճակի է կատարել լրացուցիչ անկյուն հաշվելու լոգիկան, բոլոր ալգորիթմները մշակված են մեր թիմի կողմից, բացի դրանից կոմպոնենտները պատվիրված են դրսից, բայց մոդելինգը, ամբողջ հավաքագրումը եւ էլեկտրոնիկան ելի արվել է Հայաստանում մեր թիմի կողմից։ Շնորհակալություն։ Այսքանը հարգելի հետևորդներ, Digitech տեխնոլոգիական ցուցահանդեսը շարունակվել է նաև վաղը։ Դուք եթե ցանկություն ունեք կարող եք գալ այս ցուցահանդեսին մասնակցել, դիտել ավելի շատ տեղեկություն ստանալ տեխնոլոգիական աշխարհից եւ մենք ինչպես ենք ապրելու նաև ապագայում։ Հաջողություն ձեզ, հարգելի հետևորդներ։ Միջ մյուս տեխնոլոգիական Digitech ցուցահանդես, որ մեր երկիր բերեց Կարեն Վարդանյանը, լուսահոգի Կարեն Վարդանյանը 20 տարի առաջ եւ մեր երկիրը սարքեց տեխնոլոգիական երկիր եւ գնալով զարգանում է։ Ուղղակի մի քիչ ուշադրություն մեր կառավարության կողմից եւ գալով կառավարիչների կողմից եւ մեր երկիրը կդառնա ամենահզոր տեխնոլոգիական երկիրը։ Հաջողություն ձեզ, լավ մնաք։